Գեղարդ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ, Մայրաթոր Սուրբը չմիացնում է։ Այն ամենը ինչ որ ասվում է, սուտ է, զրպարտություն է եւ ես չգիտեմ ինչու են այդ ամենը շրջանառում։ Բայց ինչ որ մի բան նվիրվել է, չէ՞։ Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու են։ Եվ դա բացառապես եկեղեցու իրավունքն է եւ որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց եւ եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում եւ այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամուխ Սուրբ Գեղարդ, որը անխաթար է, անվնաս է եւ մշտապես Սուրբ է չմիացնում է եւ այնտեղից չի դուրս բերվում։ Նվիրել եք պաշտոնական։ Այո, մի բան որ մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Եվ այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում եկեղեցու տարածքում։ Հայր ասողիկ, դուք այլ մեկնաբանության մեջ ասում եք կոթարից փշուր, հիմա դուք ասում եք այո, մանրակերտը, Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթարի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը եւ պատմական տեսքը։ Իսկ կոթարի միջից դուրս բերելը դա չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել եւ այլն, ինչը որ շատ դատապարտելի կերպով շրջանառվում է։ Եվ ում ենք նվիրել, դա էլ ասեք, նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով եւ այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե Մենաստանում եւ պահվում է Գեղարդի մանրակերտը, արծաթյան մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված։ Եթե այո, բնականաբար եւ այդ սրբությունը միայն մեր եկեղեցու սեփականությունը չէ, դա համաքրիստոնեական սրբություն է։ Պարզապես Աստծո ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող սրբությունը, բայց այն միայն հայ քրիստոնյաներին չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Հետևաբար մեր եկեղեցին ինչպես 18-րդ դարում Նոյան Տապանի Բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, ինչպես Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը, ինչպես Գարեգին առաջին Վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է։ Որևէ մեկ այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու։